գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Պատկերացրու, այնտեղ խփի, այնտեղ է խփե, չէ՞։ Որ իսքան հա, կամազ իսքան Դարգեսի բանա, չէ՞։ Ավտոն Ֆորդ Բեռնատար։ Ընդհանուր քանի վիրավոր է։ 3 վիրավոր, բա։ Մեկ ուղևորն է, Կազախովակին չի խփե, չէ, չի բախում չկա, թե չէ, հա, հա, չի ասել։ Մայիսի 25-ն է, Հարթավան Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ ԿՄ հատվածում, Հարթավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չճշտված տեղեկություններով Բեռնատար Մագնիշի ավտոմեքենան բախվել է Ford Transit նշված ավտոմեքենային, մոտ մի քանի մետր ոնց որ ասում են քաշ տալով տարել է եւ տեսնում եք ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Նշված ավտոմեքենային հարվածած բեռնատարը դեպքի վայրից հեռացել է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ վթարի հետևանքով էլ 3 հոգի, որոնց առաջին օգնության են ասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ապարան բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են ապարան բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ապարանի բաժնի հերթապահ խումբը, բաժնի
համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։ Մինչ իմ տեղեկություններով Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի եւ Արգամա ավագ գումարտակի ծառայության ավագ տեսուչ էր, չէ՞, եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արգամ Միքայելյան, չէ՞, Արգամ Մելիքյանի գլխավորությամբ պարեկները տաք հետքերով օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են նշված ավտոմեքենային հարվածած եւ դեպքի վայրը լքած վարորդին եւ բեռնատարը։ Պարեկների մի խումբ արդեն մեկնել են այդ գյուղ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի է։ Վթարի մասին պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, վարչության պետ Արթուր Մնոյանի, ապարանի քննչական բաժնի պետի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Այս պահին համայնքային ոստիկանները ապարանի պարզում են պարեկների հետ համատեղ ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Պարեկների մի խումբ էլ հիմա գտնվում է այն գյուղում, որտեղ հայտնաբերել են նշված ավտոմեքենային հարվածած եւ դեպքի վայրը լքած ավտոմեքենան պահում են մինչև հավանաբար քննչական խումբը քննիչը երբ գա այստեղ կմեկնի նաեւ այնտեղ։ Շատ կարճ ժամանակում պարեկներին հաջողվել է հայտնաբերել, ինչը խոսում է այն մասին, որ լավ վստահություն կա Արագածոտնի մարզում քաղաքացիների եւ պարեկների միջև եւ հենց դրա արդյունքում է, որ պարեկները տաք հետքերով տեղեկացվել են ու հայտնաբերել են այդ ավտոմեքենան։ Այսինքն որ հայտնաբերել եք այդ ավտոն, ստեղից քանի կիլոմետր հեռու կլինի։ 15 կիլոմետր։ Օ, այդքան գնացել է էլի։ Որ գյուղում եք հայտնաբերել։ Շողակն չասած, էլի։ 15 կիլոմետր որտեղից է բրթելով տարե։
Это Կամբատը Սահակյանը Սարգսյանն ու Մելիքյանը բանը չէ շողակն ու գյուղն են ավտոյի մոտ են Բարոզս այս հատվածն էլի այս հատվածն է 80 կիլո Արագածոտնի մարզի Երնջատապ բնակավայրում ենք Հարթավան Երնջատապ ճանապարհն է, որտեղ տեսնում եք հայտնաբերվել է Դավ Մակնիշի բեռնատարը, որով բախումը տեղեր ունեցել, հենց նշված ավտոմեքենան էր բախվել Հարթավան բնակավայրում Ford Transit-ին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նշված ավտոմեքենան, որը հաշվառված է Աշկար ՍՊ-ի հաշվեկշռում, վարորդը հեռացել էր դեպքի վայրից եւ ահա վթարի վայրից, բախման վայրից մոտ 4,5 կիլոմետր հեռավորության վրա են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արձոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արգամ Միքայելյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել եւ նշված ավտոմեքենան հայտնաբերել են հետևի հատվածում անվադորի անվահեծանի հատվածում արկա է վնասված հետքը, ինչը հուշում է, որ հենց այդ հատվածով է նշված բեռնատարը բախվել Ford Transit-ին։ Այս պահին տարածքը սահմանազատել են ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ապարանի բաժնի օպերատիվ խումբը եւ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննիչական խումբը։
Հեսա տեսնում եք վնասված հատվածն է, հարվածը հավանաբար այս կողմից է եղել Ford Transit-ին, Ford Transit-ն էլ կարելի ասել վերածվել է մետաղի ջարդոնի։ Երկու անվադողերն էլ վնասված է։ Zanlı